Մենք 4 եղբայրներ ենք, իմ հայրս միշտ ինձ ասում էր, դու անօրեն ես, այսինքն անհավատ։ Իզարմանս բոլորի 4 եղբայրներից ես վերադարձա եւ իրագործը շարունակելու եմ մինչեւ իմ մահկանացուն գտնելը։ Տիկնոջ հետ եւ ձմեռը եւ ամառը եւ ամեն աստծո օր եկեղեցում պահպանում, ինչքան հնարավորություն ունենք, խնամում, մաքրում եւ այդ մեր ծառայությունը ոնց որ վերուս տրված է, Աստծո տրված լինի։ Գուրգեն Պապն իր կնոջ Փերիի հետ արդեն 18 տարի անտրտունջ պահպանում է Արագած լեռան հարավային լանջի Անդնդախոր կիրճի եզրին ծվարած այս վանքը։ Հայ ճարտարապետական մտքի կոթողներից է Տեղերի վանքը։ 800-ամյա պատմություն ունեցող վանական համալիրի հրաշագործ ուժի մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Ասում են, որ այստեղ ուխտի եկող եւ աստվածամոր բարեխոսությունը խնդրող զույգերը անզավակ չեն մնում։ Ես գիտեմ հարավորներին, որ եկեղեցին պարգևել է կանանց մայրանալու վերկրանքը, որից մեկը իմ թորնիկն է։ Կա մեծ օրություն է եկեղեցում, որ երբեք 1000 անգամ, միլիոն անգամ օրվա մեջ մտնես, նորից այդ բարերով բացատրելու բան չի։ Տեղի բնակիչները պատմում են, որ վանքի շրջակայքում աճող դեղաբույսերի շնորհիվ հիվանդներ են առողջացել։ Այստեղից էլ առաջացել է վանքի մյուս անվանումը՝ Դեղեր կամ Դղեր։ Կա նաև վարկած, թե իշխանուհի Մամա Խաթունը երկար փնտրտուքից հետո վերջապես գտել է այն վայրը, ուր կառուցելու էր իր ամուսնու իշխան Վաչե Վաչուտյանի հիշատակին նվիրված եկեղեցին։ Այսպես նա կատարում է նաև ամուսնու վերջին խնդրանքը՝ գտնել այնպիսի մի վայր, որտեղից տեսանելի կլինեն իրենց իշխանության տակ գտնվող բոլոր 4 գավառները՝ Արագածոտնը, Բջնին, Արարատն ու Արմավիրը։ 800 տարի ներծծված են աղոթքով այս պատերը եւ իր դիրքը բարձադիր Արագածի լանջին գտնվելով իր հսկողությունն է նաեւ ինչ որտեղ սահմանում այստեղ կարծես թե ավելի շատ տեսնում ես Աստծուն, նկատում ես Աստծո ներգործությունը, այդ աղոթական վիճակը, այդ ստիպողականությունը կարող եմ ասել նույնիսկ, որ միտքդ որևէ այլ բանով չշեղվի, քան աղոթքով տարվի։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցին, ըստ դռան վերևի բարավորի վրա պահպանված արձանագրության, կառուցվել է 1213-ից 1232 թվականներին։ Մոխրագույն բազալտից կառուցված վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց եւ գավթից։ Համալիրն աչքի է ընկնում դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Ճարտարապետ Նախվայրիկ Վարդապետն է, որի աճյունն ամփոփված է եկեղեցու գավթում։ Գավթում են ամփոփված կրոնական ու մշակութային գործիչների աճյունները։ Ենթադրվում է, որ այստեղ է թաղված նաև իշխանուհի Մամա Խաթունը։ Բացառիկ են գավթի ծածկի հյուսիս-արևմտյան եւ հարավ-արևմտյան անկյունների գմբեթավոր մատուռները, որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Որևէ բացատրություն կամ մեկնաբանություն մինչ այս պահը չկա, կարծում եմ, կամ դեռևս անհայտ է, չի հայտնաբերվել, բայց քառագմբեթ լինելով նաև ցույց տալու Տիրոջ խաչի նշանը, աշխարհի 4 ծագերը իր մեջ պարունակելու նշանը, քանի որ նաև Վաչուտյան իշխաններն են կառուցել, Մամա Խաթուն իշխանուհին, իրենք Բջնին, Արմավիրը, Արագածոտնը ունեցել են իրենց իշխանության տակ մի քանի մարզեր եւ այստեղից գրեթե եթե 4 կողմ ենք նայում, այդ մարզերը երևում են ինչ-որ իմաստով։ Միգուցե այդ ամեն ինչը ամփոփված է, բայց քանի որ որպես զուտ եկեղեցական կառույց ինքը առավել եւս իր քառագմբեթ լինելը նաեւ Տիրոջ կենարար խաչի պատկերն ու նշանը արտացոլելն է։ Վանքի յուրահատկություններն այսքանով չեն ավարտվում։ 13-րդ դարում վանքն ունեցել է մեծաքանակ միաբանություն, գործել է վանական դպրոցը։ Մամա Խաթունի ջանքերով հիմնադրվել է մատենադարան։ Պատմում են, որ աղոթատունը հանդիսացել է նաև երաժշտանոց։
Գավիթն այնպես է կառուցված, որ շարականը տարբեր անկյուններից տարբեր կերպ է հնչում։ Կարդում ենք եւ տեսնում ենք առաջին անգամ որպես առաջին երաժշտանոց Հայաստան աշխարհում։ Բազմաթիվ մարդիկ ուսանել են, կրթական մեծ ներուժ են ունեցել եւ եթե եկեղեցում մենք որևէ արարողության մասնակից եղած լինենք, կզգանք այդ զորությունը երկարվեստի հետ կապված հատկապես։ Թե ակուստիկան, թե այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք նպաստում են երգեցողության եւ երաժշտության զարգացմանը։ 800-ամյա պատմություն ունեցող վանքը բազում արհավիրքներ է տեսել եւ պաշտպանական նկատառումներից ելնելով վանքը պարսպապատվել է։ Մեծապես վնասվել է 1918 թվականին թուրքերի հարձակումներից։ 1918 թվականին տարածաշրջանում երկու գյուղ են եղել, Բիրականը եւ Տեղերը հայկական։ Մնացած ամբողջովին թուրքերով են բնակելիս եղել եւ այդ թուրքերը առիթից հաղթովելով հարձակվել են այդ գյուղի վրա։ Ամբողջ բնակչությունը 22 օր պարփակվում են եկեղեցին, մինչև ռուսները գալիս են օգնության ռուսական բանակը եւ այդպես ազատում են Թուրքիա տաղանից։ Եվ տատիկս պատմում էր, ասում էր, երբ որ եկեղեցուց դուրս եկանք, ամբողջ գյուղը ավերվել էր, ամբողջ ավերակներ էր։ Ես հաշվարկել եմ մոտարապես 176 գնդակ արձակվել եկեղեցու վրա, բայց ներս չեն կարողացել մտնել։ Բարձրադիր Սարահարթի վրա գտնվող հրաշակերտ կոթողն այդուհանդերձ կանգուն է մնացել։ Այսօր էլ այն իր վեհությամբ ու պարզությամբ զարմացնում ու հիացնում է ուխտավորներին։ Մեր ընտանիքը Երևանից համարյա բոլոր կիրակի օրերը հաճախում են Դղերի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ինքը շատ զորավոր եկեղեցի է եւ նույնիսկ փշակաղվում եմ ամեն անգամ իր անունը տալուց։ Երբ որ գալիս ես դեպի եկեղեցի, Սարի գլխին այդ եկեղեցին այնքան այնքան պայծառ է, որ անկախ քեզանից աղոթելով ես մոտենում եկեղեցու։ Մեր եկեղեցին շատ զորավոր է, շատ բուժիչ, շատ նենց հզոր եկեղեցի է։ Մենք միշտ մնում ենք ստե, մեր Տիրոջ հետ։ Ասենք ամառ ձմեռ ես ինքս ստե եմ մնում։ Մեր Տերը մեզի պահում է ամեն փորձանքից։ Մենք այսքան նեղ պայմաններով, այդքան մեծ ձանդ շերտով, մենք ոչ մի դժվարություն չենք տանում։ Մենք մեր եկեղեցու հույսով, մեր Տիրոջ հույսով մնում ենք ստե, պահապան մեզի։ Գյուլվարդ տատն ամեն կիրակի մասնակցում է պատարակներին, լսում Տեր Մամբրեի քարոզները։ Ասում է, ֆիզիկականից բացի պետք է հիշենք նաև հոգևոր սննդի մասին։ Չէ որ մարդ ոչ միայն հացով պետք է ապրի, այլ նաև Աստծո խոսքով։ Հոգևոր սնունդը անհրաժեշտ է մարդուն, եթե իհարկե նա ոչ միայն գոյատևել է ցանկանում, այլև կատարելության հասցնել իր վարքը։ Մաքուր քրիստոնյա ազգ ենք, չէ, հայ ենք։ Մենք պետք է այդ հոգևոր սնուցումն էլ ունենանք։ Մաքրում ես քո հոգին, չես խփում, չես սպանում, չես թալանում, դու ինքդ արդեն մաքուր հոգի ես։ Ու Հիսուսն է դա պահանջում, որ դու գիտես արդեն մաքուր ես, ուրեմն հոգիդ մաքուր է, ուրեմն սնուցումը կա։ Դու Տիրոջ ծառան ես։ Գիտեք, հավատքը դա ուսմունք չի, հավատքը դա կյանք է։ Եթե մեկը չունի գործ, հավատքի գործ, առաքյալն է ասում դա մեռած է։ Դրա համար քրիստոնեությունը մեր կյանքի մեջ, հայերի կյանքի մեջ, դա մեր միսն ու արունն է, դա մեր էությունն է։ Եթե մենք սկսենք մանրել, ասենք որտեղ երևում, ամեն ինչի մեջ պիտի երևի։ Մեր կյանքի բոլոր ձևերի մեջ եթե չկա քրիստոնեությունը, չկա Քրիստոսի պատվիրանները, ուրեմն մեռած են մեր գործերը։ Ցավոք սրտի, այո, այսօր սոցիալ-տնտեսական պայմանները կամ աշխարհակաղակական իրավիճակը ստիպում է մարդկանց, որպեսզի մարդիկ առավել ուշադրություն դարձնեն իրենց նյութականին, քան իրենց հոգևորին, բայց կա խնդիր, եւ դա առավել եւս Աստված ճանաչողությունն է։ Մարդիկ փոքրինչ հեռացել են Աստծուց եւ եթե կարողանան իրենց կյանքից ներս բացակաչ դնեն Աստծուն, այլ Աստծո ներկայությունը մշտապես
ունենան իրենց մտքում, իրենց սրտում, վստահ եմ բոլոր հարցերը կհարթվեն։ Սեր կլինի մարդկանց մեջ, խաղաղություն կլինի երկնքում թե երկրում եւ հաճություն կլինի բոլոր ձեռնարկներում, ինչ որ ծրագրավորում։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս։ Ձեր սրտերը թող չխռովվեն եւ չվախենաք։ Հովհաննես Ավետարանիչ։ Եկեղեցու հայրերը նշում են, որ Քրիստոսի պարգևած խաղաղությունը որևէ առնչություն չունի նյութական բարիքների հետ։ Մարդ կարող է աղքատ եւ չքավոր լինել, սակայն Քրիստոսի խաղաղությունն ունենալով իր հոգում, իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդը համարել։ Սիրում եմ Աստծուն եւ կցանկանայի, որ բոլորը սիրեն Աստծուն, ծնկի գան եւ իրենց հոգիներն ու սրտերը բացեն Աստծո առաջ, որովհետեւ Աստծո հետ ապրելով մարդը ստանում է աստվածային խաղաղություն, երջանկություն։ Դա աշխարհում ոչ մի տեղ չես կարող ստանալ այդ խաղաղությունը։ Իսկ աստվածային քրիստոնեական խաղաղությունը ստանում ես եկեղեցում, ստանում ես Աստծո պատվիրանների հետ ապրելով։ Ուզում եմ բենջ բերել Պողոս Առաքյալի խոսքերը, որն ասում է. հանդարտությամբ խրատեք ձեր հակառակորդներին։ Եթե երբեմն ունենում ենք, իհարկե չասեմ հակառակորդներ, պարզապես եկեղեցուց, ճշմարիտ հավատքից, եկեղեցական եւ ընդհանրապես մարդկային նորմերից շեղված մարդկանց փորձում ենք հանդարտությամբ, փորձում ենք մեր կյանքը օրինակ դարձնելով, փորձում ենք սիրով, փորձում ենք աստվածային խոսքով, որ ամենակարևորն է։ Եթե մեր հոգին խաղաղ լինի, մեր միջից կկարողանանք վերացնել ամեն չար ու միմյանց նկատմամբ սիրով կլցվենք։ Չէ որ խաղաղությունը զորություն է եւ ներքին հանգստություն։ Իսկ դրան հասնելու համար հարկ է որ կարդանք Աստվածաշունչն ու կարողանանք պահպանել Աստծո տված պատվիրանները։ Հավատացած են տեղեր վանքի ծխականները։ Հնարավորության սահմաններում պահպանում եմ Աստծո 10 պատվիրանները, չխաբել, չկողանալ, սիրել մերձավորին, օգնել։ Ամեն անգամ կարդալուց Աստվածաշունչը ամեն անգամ յուրով ես, նորով ես հասկանում, ամեն անգամ ուժ է տալիս ինձ, ամեն անգամ դե կյանքում բոլորի կյանքում է լինում են պահեր, որ իրոք կարծում ես թե արդեն էլ հուսահատվել ես, էլ տեղ չկա, բայց դա ուժ է տալիս քեզ։ Վերցնենք մի գողացիրը եւ նրա նման մյուս պատվիրանները, որոնք մարդուն տալիս են իր տեսակին հավատարիմ մնալու խնդիրը։ Այստեղ ես առանձնացնում եմ հետևյալը. հավատարմություն մեր նախնյաց հավատքին, այդ հավատքի զարգացում, հավատքի մեծացում մեր մշտական ներկայությամբ եկեղեցուց ներս, արարողած կարգերից ներս եւ առավել եւս նաեւ ընկալումը այն սիրո, որ Աստված տվեց մեզ։ Երբ որ հավատարիմ ես լինում, դու ինքդ ես քեզ հարգում։ Այ երբ որ դու քեզ հարգում ես, բոլորին սկսում ես հարգել ու սիրել։ Չէ՞ որ Աստված մեզնից պահանջում է սիրել բոլորին։ Այ երբ որ սկսում ենք սիրել այն մարդկանց, ներել այն մարդկանց, ովքեր որ մեզ նեղացնում են, ցավեցնում են, այդ դեպքում զգում ես, որ ինչ որ բանի հավատարիմ ես։ Բայց փորձում եմ հավատարիմ լինել Աստծո պատվիրաններին, չնայած շատ դժվար է, շատ։ Աստծուն ճանաչելու համար պետք է ապրել այնպես, ինչպես նա է ցանկանում։ Իսկ Աստված մեզանից անհնարինը կամ շատ բան չի պահանջում՝ հավատք, հույս եւ սեր։ Չէ՞ որ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենանք եւ լեռանն էլ ասենք տեղափոխվիր այստեղից այնտեղ, կտեղափոխվի եւ որևէ բան անհնարին չի լինի։ Շատերի համար թվում է դա շատ դժվար անհնարին ճանապարհ է։ Մարդկայնորեն դժվար է, բայց Աստծով հնարավոր է։ Երբ որ գնում ես այդ ճանապարհով, բոլոր ճանապարհները Աստծո լուսավորում են։ Եվ իհարկե հավատի մարդը
ամեն ինչով է տարբերվում։ Քրիստոնեությունը դա խոնարհության նշան է, դա հեզության նշան է, դա համբերության նշան է, դա մեծագույն սիրո նշանն է։ Եթե խոսում ենք քրիստոնեությունից, բայց տարական հարցերի մեջ մեր եսն ենք դնում մեջտեղ, մեր էգոն, ուրեմն դա քրիստոնեություն չի, դա մենք ենք։ Իսկ որտեղ որ Աստված ներկա է, այնտեղ լույսն է ներկա, այնտեղ բարությունը ներկա, այնտեղ քաղցրությունը ներկա, այնտեղ անսահման սերն է ներկա։ Երբ որ սկսում ես հոգևոր կյանքով ապրել, աղոթել, ապաշխարել, հաճախակի եկեղեցի գնալ, սիրտդ բացել Աստծո առաջ, չնեղացնել ոչ մեկին, բավականին կյանքդ հեշտ է ընթանում, բավականին տարբերությունը մեծ է։ Եվ շատ հարցեր, որ տեսնում եմ անլուծելի է, ես արդեն շատ չեմ վհատվում, դա հանձնում եմ Աստծուն։ Տեղերի վանքի ուխտավորներն ասում են, որ հոգևոր բարոյական արժեքներով ու տիրոջ պատվիրաններով առաջնորդվելով է իմաստավորվում ու կարևորվում մարդկային կյանքը, ջերմանում ու լուսավորվում հոգին։ Դրան հասնելու համար պիտի ճանաչել տիրոջն ու օրինակ վերցնել նրանից։ Յուրաքանչյուրիս գերնպատակը, քրիստոնյաներից գերնպատակը պիտի լինի ժառանգորդը լինելու Տիրոջ երկնային արքայության։ Իսկ դրան համար նաև հանդուրժող է պետք եւ այդ հանդուրժողականության մեջ նաև մեծ սեր, հոգու խաղաղություն, հանդարտություն եւ իհարկե նվիրում մեր եկեղեցուն, նվիրում մեր հավատքին, մեր հայրենյաց հավատքին։ Ես մենակ մի ցանկություն կունենա, որ Տիրոջ արչը, Տիրոջ զորությունը, Տիրոջ օրհնությունը մեր բոլոր արդար գործերում մեզ հովանի լինի։ Եվ որևէ մենք պարտություն չենք լինի, եթե մենք գնանք Տիրոջ ճանապարհով, պատվիրանների ճանապարհով, արդարության ճանապարհով։ Խնդրում եմ Աստծուն, որ Աստված իմաստություն տա, որ ես կարողանամ ճիշտ ապրել։